24 նյուզերի հարգելի հետևորդներ, այս պահին կզրուցենք ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հետ։ Իշխանություններից ուղղակի թաքցնում են իրականությունը, որը կա Հայաստանում, գաղտնիք չի լինի ասել նաև այն հանգամանքը, որ իրենք անտեսում են 44 օրյա պատերազմի արդյունքում, Արցախի հայաթափման արդյունքում պատերազմական հանցագործ Ալիևի ահաբեկչական գործողությունները, ցեղասպանական գործողությունները, որոնց արդյունքում ոչ միայն 150,000-ից ավելի հայեր տեղահանվել են, լքել են իրենց բնակավայրը փաստացի բռնության միջոցով, դեռ դրան էլ գումարած շարունակում են մի քանի տասնյակ գերիներ պահել Ադրբեջանում, անհետ կորած անձանց, ճակատագիրն է անհայտ։ Նիկոլ Փաշինյանը ուղղակի չի իրականացնում համարժեք քաղաքականություն, որտեղ Էրդողան, Ալիև, Նիկոլ այս եռյակը ունի այլ նպատակներ, դրանք շատ հեռու են հայկական շահ եւ հայկական պետության զարգացման ու ամրապնդման ու պաշտպանության մասին խոսելու համար։ Դրա համար կլինի դա Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահի մակարդակով, կլինի ցանկացած այլ միջազգային հասարակությունը ներկայացնող, միջազգային օրակարգ ձևավորող գերտերության ներկայացուցիչ, մենք պարտավոր ենք ուղղակի իրենց ներկայացնել ճշմարտությունը, ներկայացնել այն, որ Հայաստանի Հանրապետությունում կան 5 տասնյակից ավելի քաղաքական բանտարկյալներ, մարդիկ, ովքեր Facebook-ում լայքի, լայվի, որևէ կերպ իրականացրած իրենց քաղաքացիական դիրքորոշման համար հայտնվել են ճաղերի հետևում եւ քանի որ իրենք հայտնվել են ճաղերի հետևում ոչ թե քրեա իրավական ինչ-որ գործընթացների, այլ Նիկոլի դեմ պայքարելու համար, Նիկոլը իհարկե այդ մարդկանց որևէ կերպ չի ներկայացնում միջազգային հանրությանը, իրենց իրավունքների մասին տեղեկություններ չունեն։ Դրա համար մենք պիտի խոսենք ինչպես այստեղ քաղաքական հալածանքների ու հետապնդումների մասին, այնպես էլ նրա մասին, որ հայերը այսօր Բաքվի բանտերում տանջամահ են արվում, չունեն իրավունքներ, չունեն միջազգային իրավունքներով պաշտպանության հնարավորություն անգամ դատական ատյաններում եւ քաղաքական դատավճիռներով դատապարտվում են ուղղակի ցմահազատազրկումների։ Այսօր նաև Արցախայությունը այստեղ բողոքի ակցիա է իրականացնելու, պահանջելով Բաքվում գերեվարված եւ վերջերս էլ դատապարտված հայ գերիների ազատ արձակումը եւ Արցախի ռազմաքաղաքական ազատ արձակումը։ Ինչպես կարող է ԱՄՆ-ն ազդել նրանց անհապաղ ազատ արձակմանը։ Նախ սկսենք նրանից, եթե մենք ունենայինք հայկական իշխանություն, ոչ թե ցույցի միջոցով արցախահայերը կփորձեն իրենց մասին հիշատակում մտցնել Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահի այցի տրամաբանության մեջ, այլ դրանով կզբաղվեր հայկական իշխանությունը։ Քանի որ Հայաստանը զրկված է հայկական իշխանություն ունենալու հնարավորությունից, մենք ստիպված ենք ինքներս մեր ձայնը բարձրացնել, արցախահայերը ստիպված են իրենք այստեղ ներկա լինելով գրավել Վենսի ուշադրությունը, նաև խնդրելով իր սատարումը, աջակցությունը ազատ արձակման միջոցով, ազատ արձակելու համար հայ ռազմագերիներ, այլ որևէ հնարավորություն չկա։ Մենք բոլորս հնարավորություն ունեցել ենք տեսնելու, թե ինչպես է ուղղակի միջազգային տարբեր հարթակներում Նիկոլը առհամարում ՄԱԿ-ի ամբիոնից մինչև երկկողմ տարբեր բանակցային սեղաններ տեղի են ունենում ընդհանրապես մի բան, անտեսում արցախահայերի իրավունքների, նրանց մասին խոսք պիտի չլինի, հայ ժողովրդի իրավունքների մասին խոսք պիտի չլինի, առավելևս այստեղ Նիկոլի կազմակերպած բռնաճնշումների մասին խոսք լինել չի կարող։ Դրա համար այստեղ ենք փորձելով մեր գոյության մասին ու մեր իրավունքների մասին ուղղակի հայտնել միջազգային հանրությանը։ Այստեղ միայն դուք կամ ընդդիմադիր դաշտից հանդես եկողները պիտի լինեին, թե սա օրակարգ է, որի շուրջ այդուհանդերձ կոնսենսուս պետք է լինի եւ ոչ միայն իշխանական, պրոիշխանական հայացքներ ունեցող մարդիկ եւս պետք է այստեղ ներկա գտնվեն ու այդ հարցը բարձրացնեն։ Ես այստեղ եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով 7 տարիների ընթացքում չի փոխել իր համոզմունքը, ընդհակառակը ամրապնդել է առ այն, որ Նիկոլը հայկական իշխանություն չէ, չի ներկայացնում հայ ժողովրդին եւ միտված է Ալիևի Էրդողանի հետ քայքայելու հայկական պետականությունները։ Ցավով եմ ասում, բայց որևէ մեկը իրեն չի կարողացել մեզանից խոչընդոտել։ Միգուցե նաև պատճառ են օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պայմաններն են եղել, որոնց մասին դուք ձեր հարցում ձևակերպեցիք։ Ես հույս ունեմ, որ այսօր գոնե դա չի դրսևորվի։ Ես չգիտեմ, թե ովքեր են ուզում մնալ ընդդիմության կարգավիճակում, երբ Հայաստան չի լինի։ Ես չգիտեմ, ովքեր են ուզում ընդդիմությունը աշխատեն Նիկոլի մոտ, ովքեր են ուզում անտեսելով արցախահայերի
իրավունքները, Արցախի օկուպացված լինելու հանգամանքը, մեր ռազմագերիների տանջանքները այնտեղ լինելու գնով լինել քաղաքական դաշտում։ Ես այստեղ եմ որպես հայ մարդ, որը գիտակցում է, չունի ղեկավարություն, որը կարող է ազգային շահերը առաջ մղել հենց այսօր ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպման ժամանակ, դրա համար այստեղ եմ տեսանելի դարձնելու հայ ժողովրդի կենսական իրավունքները, գոյության իրավունքը, մեր պետականություն ունենալու իրավունքը, որը մեզնից խլել են։ Բայց այդուհանդերձ հայկական կողմը նշել է, որ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ նոր հայտարարություններ են հնչելու, թեև դուք նշում եք, որ հայկական օրակարգով որևէ բանի ակնկալիք չունեք։ Քիչ են եղել տենց հայտարարություններ, 18-ից գամ, չգիտեմ ձեզ եթերաժամանակը կների թե ոչ, բայց 18-ից Արցախը Հայաստան էր եւ վերջ, այս երկրի միակ խնդրեմ այս փողոցի վրա եղած բաներն էին, կամերաները, արագաչափերը եւ կարմիր գծերը։ Հետո ինչ պարզվեց, Արցախը դարձավ Ադրբեջան, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ու հայ զինվորը դարձավ օկուպանտ, Արցախցին դարձավ անտուն, հիմա խոսելու իրավունք չկա, Արցախ բառը արտաբերել, Արցախի հանրապետություն ձևակերպում մեր երկրում արդեն հավասարեցված է ահաբեկչության, այսինքն Նիկոլի ռեժիմի պայմաններում, ոչ թե մեր երկրում, հավասարեցված է ահաբեկչության։ Այս պայմաններում մտածել, թե ինչ որ հայտարարություն մեզ փրկելու է, կարող են լինել հայտարարություն, ասեմ ավելին, միջազգային հանրությունը իր բազմաթիվ ոլորտային ներգրավվածություններով բազմաթիվ անգամներ հիշատակում է եւ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, եւ ռազմագերիներին ազատ արձակելու իրավունքը։ Նիկոլը չէր նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթղթով պնդում էր, որ բոլոր ռազմագերիները պետքա անկախ որևէ պայմանից անմիջապես վերադարձվեն։ Վերադարձրելա, չէ, ասում էր 3 ամիս կսպասեն, 3 ամիս չէ, դարձավ 3 տարի, հիմա էլ ասում է եկեք հասկանանք իրանք հանցագործեն ընդհանրապես եւ ինչ տարբերություն Բաքվի թե Երևանի բանտում կնստեն։ Մկրտչյան եւ խնդրեմ անդրադառնաք այսօր Նիկոլ Փաշինյանի կողմից եւ 10 բարձրաստիճան հոգեվորականների կողմից եկեղեցու բարենորոգման խորհուրդը հայտարարություններ տարածել եւ դիմել էր ազգային ժողովին, նաեւ նշելով, որ իրենց ձեռքում այլ լծակ չի մնացել, քան դիմել իրավապահ համակարգին այս հարցը լուծելու, որովհետեւ եթե կարգալույց հրճակվեն, իրենք այլևս խորհրդին չեն կարող մասնակցել եւ քվեարկել ձայն ունենալ եւ ըստ էության դիմում են գլխավոր դատախազին, որպեսզի գա ազգային ժողով քննեն այդ հարցը եւ վեհապարին իրավական ճանապարհով հեռացնեն ըստ իրեն։ Դե այն 10 տիրադավներից, կոմպրոմատի գերիներից ես ավել ոչինչ սпасել չէի կարող, ստրկացած են Նիկոլի մոտ, ես շատ կուզենայի, որ իրենք կարողանային ինչ որ մի կերպ վաղը կամ մյուս օր արդարանային, ասելով, որ իրենց բռնությամբ, հոգեբանական, ֆիզիկական, միգուցե սպառնալիքներով են նաև կանգնեցրել այդ ճանապարհին, բայց դա գիտեք, թող իրենք փորձեն արդարանալ։ Շատ հետաքրքիր է, գիտեք, Բենթլի տերտերից լսել, որ իր համար իրավական ճանապարհ կա վեհապար հայրապետի հեռացման։ Այդ ժամանակ, որ իրեն ուղարկել էին Մայր Աթոռի դուռը ջարդելու, այդ ժամանակ թող մտածեր ու խոսեր իրավական ճանապարհների մասին։ Չեմ էլ ուզում ասեմ, որ խղճում եմ իրենց, որովհետև իրականում նողկում եմ Նիկոլի կողմն անցած տիրադավներից։ Ես եմ շնորհակալ։